Պարոն Բթարյան, ասեք ինչ վիճակում ենք այս պահին, ինչ փուլում է process-ը։ Տեսեք, ճիշտ է կգնում ենք այն փուլում, որ շատ երկարացություն չեմ կարող process տրամադրել, բայց նշեմ, որ կոնկրետ բոլոր մեր 17 մեղադրյալների մասով դատական նիստերը սկսվել են, մի մասը ընթացքի մեջ է, մեկ կամ մեկ, եթե չեմ սխալվում, երկու նիստ արդեն ավարտվել է, իմ ունեցած տեղեկություններով 17 մեղադրյալներից 15-ի մասով պահանջվել է տնային կալանք, երկու մասով ունենք կալանք 2 ամսով։ Հիմա տեսնենք դատական process-ը կարծում եմ process-երը մի քիչ մինչ ուշ երեկո կգնան, տեսնենք արդեն դատարանները ինչ որոշում կկայացնեն, բայց ես մեծ հույս ունեմ, որ դատարանները գտնվելու են բարձունքում, իրենց գործելու են օրենքի տարին համապատասխան, այսպես ասած, օգտագործելու են կիրառվելու է օրենքի գերակայությունը, որովհետև ես որպես փաստաբան գործեր ունենում, տեսնում նաև այդ օրենքն ներկայ եմ եղել, որովհետև ոչ իրավաչափ գործողություններ արկա չեն, մարդիկ իրենց օգտագործում են իրենց խաղաղցույցերին մասնակցելու իրավունքից, բայց անհասկանալի պայմաններով այս ամեն ինչ ստեղծվում է։ Տեսագրություններ կան, պարոն Բթարյան, այդ պահերը փաստող երևում է, հավանաբար երևում է, որ կողմիցին դատարանին ներկայացվել են այդ փաստերը։ Միանշանակ մեր կողմից բոլոր տեսագրությունները, ինչ որ սոցիալական ցանցերում կայքերում արկա են, ներկայացվել են, բոլոր դատավորների, այսպես ասած, եղան են նաև այդ տեսագրությունները, ըստ որոնց որևիցե գործողություն ոչ իրավաչափ մեր վստահողների կողմից չեն կատարվել ու ել են բերում հենց նաև այդ հույսով, որ տեսագրությունը նայելուց դատավորներին պարզ կլինի, որ չկա նման բովանդակը կատարած սանձին։